Mr. Speaker, the President of the United States. Ամերիկան վերադարձել է կոնգրեսի դահլիճ մտնելուց հետո սրանք նախագահ Թրամփի առաջին բառերն են։ 1 ժամ 40 րոպե տևած ելույթի գրեթե ամեն նախադասություն ընդհատվել է ծափահարություններով։ Ես պատմական գործողություն կանեմ։ 6 շաբաթ առաջ ես կանգնեցի Կապիտոլիումի գմբեթի տակ եւ հռչակեցի Ամերիկայի ոսկե դարի արշալույսը։ Իմ վարչակազմը առաջին 43 օրերին ավելի շատ բան է արել, քան այլ վարչակազմերի մեծ մասը 4-8 տարվա ընթացքում։ Եվ ասեմ, մենք դեռ նոր ենք սկսում։ Թրամփի ելույթի ժամանակ դահլիճից դեմոկրատ Ալ Գրինը ոտքի է կանգնել, ձեռնափայտը թափ տալով Թրամփի ուղղությամբ։ Դու մանդատ չունես, բղավել է դեմոկրատը։ Նրան արագ հեռացրել են դահլիճից, որ չընդհատի Թրամփի ոգեշունչ ու կրակոտ ելույթը։ Դահլիճում նստած մյուս դեմոկրատներից չի քաշվել Թրամփը, Բայդենին երբևէ եղած ամենավատ նախագահն է անվանել, դեմոկրատներին էլ արմատական ձախ խելագարներ։ Ես նայում եմ իմ դիմաց նստած դեմոկրատներին եւ հասկանում եմ, որ բացարձակապես ոչինչ չեմ կարող անել նրանց երջանկացնելու համար։ Ռուս-ուկրաինական ճակատում կռվողներին է ուզում երջանկացնել Թրամփը։ ԱՄՆ նախագահից անարգանքի ու նախատինքի խոսքեր լսած Զելենսկին նամակ է գրել նահանգների ղեկավարին։ Բառ առ բառ մեջբերում է Թրամփը նրա գրածը։ Ես կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է. Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ գալ, նստել բանակցությունների սեղանի շուրջ տևական խաղաղության հասնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները։ Ես եւ իմ թիմը պատրաստ ենք աշխատելու նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո կայուն խաղաղություն ձեռք բերելու համար։ Մենք իսկապես գնահատում ենք, թե ինչքան բան է Ամերիկան արել օգնելու Ուկրաինային պահպանելու իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Թրամփի մեջբերմամբ Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է ստորագրել օգտակար հանածոների մասին պայմանագիրը, երբ հարմար լինի նահանգներին։ Ես գնահատում եմ, որ նա ուղարկել է այս նամակը։ Միաժամանակ մենք լուրջ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի հետ եւ ուժեղ ազդանշաններ ենք ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության։ Գեղեցիկ, չէ՞։ Թրամփը էլի խայթել է դեմոկրատներին, երեսով տվել Կիևին միլիարդավոր դոլարների օգնությունը, եվրոպացիներին երկերեսանիության համար գծել։ Նրանք ռուս երիտասարդներ են, նրանք ուկրաինացի երիտասարդներ են, նրանք ամերիկացիներ չեն, բայց ես ուզում եմ, որ դադարեցվի արյունահեղությունը։ Միևնույն ժամանակ Եվրոպան ցավոք ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթ եւ գազ գնելու համար, քան ծախսել է Ուկրաինայի պաշտպանության վրա։ Մտածեք այդ մասին։ Նրանք ավելի շատ են ծախսել ռուսական նավթ ու գազ գնելու համար, քան Ուկրաինան պաշտպանելու, իսկ մենք 350 միլիարդ դոլար ենք ծախսել։ Ինչպես երեխային կոնֆետ կտաս, այդպես էլ Բայդենը փող է տվել Ուկրաինային, զայրանում է Թրամփը։ Ես անխոնջ աշխատում եմ Ուկրաինայում վայրագ հակամարտությունը վերջ տալու համար։ Միլիոնավոր ուկրաինացիներ եւ ռուսներ անտեղի սպանվել կամ վիրավորվել են այս սարսափելի եւ դաժան հակամարտության ընթացքում։ Դրա վերջը չի երևում։ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար առանց անվտանգության, առանց որևէ բանի։ Ուզում եք շարունակել դա եւս 5 տարի։ Այո, կասեք Պոկահոնտասը ասում է այո։ Մեկ շաբաթում 2000-ից ավելի մարդ է սպանվում։ Անհեթեթությունների վրա է նահանգների նախորդ իշխանությունը փող ծախսել։ Բայդենը միայն 8 միլիոն դոլար է ծախսել մկների սեռափոխության ծրագրի վրա, զարմանում է Թրամփը։ Նա հայտարարել է, որ կոնգրեսը պետք է օրենք ընդունի, որով կարգելվի եւ կքրեականացվի երեխաների սեռի փոփոխությունը։ Իր ելույթի վերջում նորից ամերիկյան երազանքի մասին է խոսել Թրամփը։ Նահանգները պատրաստ են ընդունել Գրենլանդիան իր կազմում, եթե այնտեղի ժողովուրդը դա ուզի։ Ինքն ուզում է եւ խոստանում է իր ժողովրդին, որ Ամերիկայի դրոշը հայտնվելու է Մարսում ու դրանից էլ հեռու։ Գանում Օվսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։